Բարոյ ձեզ հարգելի հայրենակիցներ, ես Մարատ Հակոբյանն եմ Կիևից։ Այսօր Ուկրաինա-Ռուսաստանի լայնածավալ ներխուժման 1376-րդ օրն է, ուկրաինական պատվիրակությունը Ամերիկայում է և նրանք, ովքեր երազում էին Երմակին դուրս հանել խաղից, լուրջ սխալվեցին, նրանք բաց թողեցին մի կարևոր մանրուք։ Բոլորը, ովքեր չեն փախել Ուկրաինայից, մեկ ամբողջություն են, մեկ բանակ, և մենք շատ վատ ենք տանում մեր ընկերների շարքից դուրս հանելը։ Ուկրաինայում իրավիճակը ավելի լավ պատկերացնելու համար ամերիկյան NBC News պարբերականը զրուցել է այն զինծառայողների հետ, ովքեր մարտնչում են Պոկրովսկի շրջանում և հարավային ուղղություններում, նրանք պարզ դիրքորոշում ունեն. Թրամփի առաջարկած խաղաղ ծրագրի նախնական տարբերակը մերոնց համար անընդունելի է։ Ուկրաինայի զինված ուժերի զինծառայողները ասել են, թե ինչու անգամ հրաման ստանալուց հետո դուրս չեն գա Դոնբասից։ Զինվորների շրջանում գրեթե միաձայն դիրքորոշում կա. Ուկրաինան չպետք է շտապի դեպի խաղաղություն, որը թվում է Ռուսաստանի միակողմանի առավելություն։ Զրուցակիցներից ոչ մեկը չի ընդունում այն միտքը, որ Դոնբասը կարելի է պարզապես հանձնել, և եթե հետ քաշվելու հրաման տրվի, առանց բացատրության այն չի ընդունվի, և եթե ինչ-որ մեկը փորձում է խաղեր խաղալ մեզ հետ, նա բախվելու է ավելի կոշտ արձագանքի և հետագա քայլերի։ Երեկվա եթերում արդեն ասել էի, որ Ռուսաստանի ստվերային նավատորմի տանկերները հարձակման են ենթարկվել Թուրքիայի ջրերում, իսկ Թուրքիայի արտգործնախարարության արձագանքում խուսափեցին հիշատակել Ուկրաինան։ Գիտեք ինչու։ Քանի որ նրանք չեն ուզում առճակատում, պատրաստ չեն դրան, մինչդեռ մենք պատրաստ ենք պաշտպանել մեր երկիրը ամենուր, քանի որ պատերազմը Ռուսաստանի հետ գլոբալ է։ Ի դեպ, Նովորոսիիսկի վրա Ուկրաինայի երրորդ կործանարար հարձակումից հետո արդեն ոչ թե Ռուսաստանը սկսեց աղմուկ բարձրացնել այդ մասին, այլ Ղազախստանը։ Այդ երկիրը փորձում էր ինչ-որ առարկումներ անել, նշելով, թե օբյեկտը քաղաքացիական է։ Հիշեցնենք մեր ղազախ ընկերներին, որ Ռուսաստանը Ուկրաինայում հարձակվում է 99% քաղաքացիական օբյեկտների վրա, որոնց բազմաթիվ օրինակներ համատեղ մասնավոր սեփականություն են մի շարքի երկրների հետ, բայց ոչ ոք այդքան չի գանգատվում, որքան սկսեց գանգատվել Ղազախստանը, երևի Մոսկվայի պատվերով։ Նկատում եք, որ Ռուսաստանը արդեն չի կարողանում բարձրաձայն հայտարարել իր տարածքի վրա հարվածների մասին, ահա թե ինչ է նշանակում ինքնիշխանության կորուստը։ Դե Մոսկվան, որ գանգատվի, կխոստովանի, որ այլևս գերտերություն չի, որ իր երկրում տիրություն են անում ուրիշ երկրի դրոններ, այդ իսկ պատճառով Ղազախստանին է մեր վրա փորձում տղա բերել։ Մեր աչքի առաջ Պուտինյան Ռուսաստանը վերածվում է գորշ գոտու։ Չեմ լսում նրանց ձայնը, ովքեր մեկ շաբաթ առաջ աղմկում էին Ուկրաինայի իբր կապիտուլյացիայի մասին։ Տղերք, մի լավ հայկական ասացված կա՝ ծով տանել ու ծարավ հետ բերել։ Հենց սա մեր ու Ռուսաստանի հարաբերությունների մասին է։ Պուտինը իր ամենամեծ սխալը գործեց հարձակվելով Ուկրաինայի վրա։ Հակառակորդին թերագնահատելը դարձավ ճակատագրական հենց Ռուսաստանի համար։ Պատերազմը, որը ինչպես վերջերս անգամ Թրամփը խոստովանեց, պետք է տևեր մի քանի օր, արդեն տևում է գրեթե 4 տարի։ Էլ չասեմ, որ 14 թվականից էին սկսել անեքսիան։ Մինչ մեր եթերի այլ թեմաների ու ռազմաճակատի լուրերին անցնելը, խնդրում եմ ձեզ օգտագործեք YouTube-ի գործիքները մեր եթերին աջակցելու համար, լայքեք և եթե կարելի է տարածեք սոցիալական ցանցերում, իսկ ովքեր դեռ բաժանորդագրված չեն, խնդրում եմ բաժանորդագրվեք։ Լիբանանը վերջապես որոշել է զինաթափել Համասը, սա նոր հարված է Թուրքիայի շահերին։ Անցած եթերներում ավելի հաճախ եմ անդրադառնում Թուրքիայի փոքրացող դերակատարությանը տարածաշրջանում։ Գիտեմ, որ Հայաստանում կան մի քանի ճամբարներ, որոնք այս ուղղությամբ հակադրվում են միմյանց, բայց պետք է նշեմ, որ իմ կարծիքով գրեթե բոլորը սխալվում են, որովհետև ետ են մնացել տարածաշրջանի նոր միտումներից։ Շատ քիչ մարդիկ են adekvat վերլուծություն ներկայացնում Թուրքիայի ուղղությամբ, եւ նրանք, ովքեր փորձում են Թուրքիային չափազանց կարևոր դեր տալ Հայաստանի քաղաքականության մեջ, ի դեպ, այսպիսի խմբերը երկու արմատ ունեն՝ մոսկովյան եւ թուրքական։ Մոսկովյան շրջանակները Թուրքիային ներկայացնում են որպես արևմուտքի գործակալ, իսկ պրոթուրքական շրջանակները Հայաստանը դիտարկում են որպես Անկարայի ուղեծրում գտնվող երկիր։ Շատերը չեն նկատում, որ Թուրքիան երբ իրեն պետք է գործում է արևմուտքի ուղեծրում, երբ իրեն պետք է Ռուսաստանի հետ է առևտուրանում, երբ իրեն պետք է հակադրվում է Չինաստանին, իսկ երբ պետք է Չինաստանի հետ լավ հարաբերություններ է պահպանում։ Այնպես որ թուրք եւ մոսկովյան ծագում ունեցող լոբբիստները Հայաստանում սխալվում են, քանի որ Թրամփի օրոք եւ Սիրիայում վերջին զարգացումներից հետո Թուրքիան միայն կորցնում է իր դիրքերը տարածաշրջանում, իսկ այն ճամբարը, որը փորձում է շրջանցել Թուրքիային, բաց է թողնում կարևոր հանգամանք։ Դա այն երկիրն է, որտեղ գտնվում է հայկական
հայկական պատմության եւ մշակույթի խոշորագույն մասը, եւ մենք պետք է հաշվի առնենք Հունաստանի, Իսրայելի, թերևս նույնիսկ Իրանի փորձը Անկարայի հետ հարաբերությունների հարցում։ Այսինքն պետք է adekvat հարաբերություններ կառուցել, այնպիսի հարաբերություններ, որոնք շահավետ կլինեն Երևանին։ Իմ համեստ կարծիքով, եթե Հայաստանը շարժվի արևմուտքի թիմում, ապա ավելի հեշտ կլինի պաշտպանել իր շահերը Թուրքիայի հետ հարաբերություններում, բայց ինչպես միշտ ասում եմ, որ իմ գործը ընտրության տարբերակներ ներկայացնելն է, իսկ ընտրությունը մնում է մեր եղբայրներին եւ քույրերին, Հայաստանի քաղաքացիներին։ Կնշեմ միայն, որ հաջողության քամին այս անգամ Հայաստանի կողմն է։ Հուսամ շանսը չի կորցվի։ Վերադառնալով Էրդողանի ռեժիմի խնդիրներին, ասեմ, որ Անկարայի քաղաքականությունը, որը վերջին տասնամյակներում փորձում էր լինել դոմինանտ, կորցրել է իր արդիականությունը նոր ուժեղ խաղացողների ի հայտ գալով Սև ծովի հյուսիսից Ուկրաինան, արևմուտքից Հունաստանը եւ Եվրոպական միությունը, իսկ հարավից Իսրայելը, Սաուդյան Արաբիայի մասին չասեմ։ Այստեղ պետք է հաշվի առնել նաեւ Կենտրոնական Ասիայի թուրքալեզու երկրները, որոնք նախընտրում են Անկարայից անկախ քաղաքականություն վարեն, ավելի սուվերեն լինեն եւ ուղղակի շփվում են Ամերիկայի, Եվրոպայի եւ Չինաստանի հետ։ Հիշում եք հավանաբար Կենտրոնական Ասիայի երկրների վերջերս ունեցած առանձին հանդիպումը Թրամփի հետ։ Պուտինը երևի փակ սենյակում ատամներն էր կոտրում։ Սա եւս մեծ հարված է նաեւ Էրդողանին։ Էրդողանը հայտնվել է ուժեղ խաղացողների օղակի մեջ եւ այժմ Անկարայի համար դիլեմա է։ Այդ օղակը Թուրքիայի շուրջ կդառնա կրակի օղակ, թե ոչ։ Եվ ինչպես ասացի եթերի սկզբում, հենց այդ պատճառով Անկարան իր հայտարարության մեջ իր ջրերում հարձակմանի ենթարկված տանկերների վերաբերյալ չթիրախավորեց Ուկրաինան, քանի որ լավ հասկանում է, որ դրանով ոչինչ չի շահի, այլ միայն կգրավի արևմուտքի ուշադրությունը Ռուսաստանից Տվերային նավատորմի ազատ շարժին Թուրքիայի ջրերում։ Իսկ հակազդելու ռեսուրս այսօր Էրդողանի Թուրքիան չունի։ Հայկական ասացված կա, չէ, փորձված աղվեսը 4 ոտքով է թակարդն ընկնում։ Բայց չթերագնահատենք Թուրքիային, նրանք շատ արագ ադապտացվելու ունակություն ունեն, այնպես որ մենք ֆիքսում ենք եւ շարունակում ենք հետևել իրադարձություններին։ Նախագահ Վլադիմիր Զելենսկին Ամերիկայում Ուկրաինայի նախկին դեսպան Աքսանա Մարկարովային նշանակել է Ուկրաինայի վերականգնման եւ ներդրումների հարցերով իր խորհրդական։ Նրանց համար, ովքեր չգիտեն, ասեմ, որ Աքսանա Մարկարովան մեր ազգակիցն է, ամենաերկար պետական ծառայողներից մեկն է, ով զբաղեցնում է պատասխանատու պաշտոններ, գրեթե հավասար երկարամյա ներքին գործերի նախարար Արսեն Ավակովի հետ։ Ավակովի անունը տվեցի, գիտեմ հիմա հարցեր կլինեն մեկնաբանություններում, թե ուր է նա, ասեմ, որ նա ներկայումս զբաղված է ոչ այնքան հանրային գործունեությամբ, բայց նա, ինչպես բոլոր ուկրաինացիները, աշխատում է մեր համատեղ հաղթանակը մոտեցնելու համար։ Վերադառնալով Մարկարովային, ասեմ, որ Զելենսկին նշել է, որ ուրախ է, որ Մարկարովան մնում է իր թիմում, նրա պարտականությունները այժմ կներառեն Ուկրաինան ամրապնդող հարցերի շուրջ խորհրդակցություններ, մասնավորապես բիզնես միջավայրի բարելավում, մեր երկրի ֆինանսական կայունության ամրապնդում, ներդրումների ներգրավում եւ վերականգնման պլանավորում մեր ռազմական գործընկերների հետ համագործակցությամբ։ Նախագահի գրասենյակը նշել է, որ Մարկարովան զգալի փորձ ունի պետական ֆինանսների եւ մասնավոր կապիտալի կառավարման, ինչպես նաեւ ներդրումների ներգրավման գործում։ Ուկրաինայի ֆինանսների նախարարությունում բարձր պաշտոններ զբաղեցնելու ընթացքում նա ստեղծել է Ուկրաինա Ինվեստ պետական գործակալությունը եւ ստարտափների աջակցության հիմնադրամը։ Ես ընդգծեցի Մարկարովայի անցյալը եւ նրա նոր պաշտոնը նաեւ աշխարհի հայերին ավելի լավ տեղեկացնելու համար Ուկրաինայի եւ Ուկրաինայում հայերի դերի մասին։ Այսօր կփորձեմ մի փոքր ավելի պատմել ռազմաճակատի մասին։ Վերջին 24 ժամվա ընթացքում ռազմաճակատում տեղի ունեցել 271 մարտական բախում, ինչը երեկվա համեմատ մի փոքր քիչ է, բայց միևնույնն է թվերը մեծ են, այսինքն մարտերը սաստկացել են, հատկապես որոշ ուղղություններով։ Ռուսական օկուպացիոն բանակը կորցրել է եւս 1110 օկուպանտ, ուկրաինական ուժերը նաեւ չեզոքացրել են օկուպացիոն ուժերին պատկանող 614 միավոր զենք եւ զինտեխնիկա, որոնց մեջ 5 տանկ, 14 զրահապատ մեքենա, 7 հրետանային համակարգ, 2 ռեակտիվ հրետանային համակարգ, 508 ռուսական դրոն, 49 տրանսպորտային միջոց։ Ամենաշատ մարտական բախումները 76-ը արձանագրվել են Պոկրովսկում եւ Պոկրովսկի շուրջ, իսկ Ալեքսանդրովսկի ուղղությամբ եղել է 44 բախում։ Այս ֆոնին Կուրսկի եւ Սումիի ուղղությամբ տեղի ունեցած ընդամենը 2 բախումը կարող են թվալ հանգիստ վիճակ։ Թուլացել է իրավիճակի լարվածությունը նաեւ Կրամատորսկի ուղղությամբ, որտեղ 3
3 եղել է ընդամենը 4 բախում, բայց բավականին ակտիվ էր Կոնստանտինովկայի ուղղությունը, որտեղ եղավ 25 բախում։ Լիմանի ուղղությամբ եղել է 23 բախում։ Մարտերը հիմնականում տեղային են։ Ռուսական հրամանատարությունը շարունակում է մղել իր ստորաբաժանումները առաջ նոր դիրքեր գրավելու համար, իսկ ուկրաինական ուժերը զբաղվում են օկուպանտների հարձակումների հետ մղելով եւ ռուսական խմբերից տարածքը մաքրելով։ Նախորդին եւս մեկ անգամ ամբողջությամբ մաքրվել է Դնեպրոպետրովսկի մարզը, ուկրաինական կողմի ձեռքում են հայտնվել ռուսական մեծ թվով գերիներ, կադրերը Telegram-ում են, միջալոց ուշադրություն դարձրեք ռուսական դիակների քանակի վրա, ու այս թշվառները ինչ որ հաղթելուց են բառաչում։ Լայնածավալ պատերազմի սկզբից ի վեր ռուսական բանակի ընդհանուր կորուստները ուկրաինական գենշտաբի տվյալներով հասել է 1,172,860-ի, ռելիզը գենշտաբի ձեր էկրաններին է։ Ուկրաինայի պաշտպանության ուժերը շարունակում են փորձարկել նոր միջոցներ ռուսական կառավարվող ավիառումբերին դիմակայելու համար։ Սա Ռուսաստանի ամենաարդյունավետ զինատեսակներից է, որ մնացել է Խորհրդային Միությունից, եւ քանի որ այդ ռումբերի զգալի պաշար դեռ կա Ռուսաստանի պահեստներում, այս ուղղությամբ աշխատանքը առաջնահերթություն է։ Բացի մեր սեփական ռեսուրսների ավելացումից, փորձարկվում են նաև տարբեր մեթոդներ ռուսական կողմի գործողություններին հակազդելու համար։ Հաճելի նորություններից օկուպացված Բերդյանսկում պայթեցվել են կադիրովցիներին պատկանող 2 մեքենաներ, Ուկրաինայի պաշտպանության նախարարության գլխավոր հետախուզության վարչության եւ դիմադրության շարժման հաջող գործողության արդյունքում Ախմատ ստորաբաժանման զավթիչները կրել են մարդկային կորուստներ։ Տեսանյութերը ինչպես միշտ մեր Telegram-յան ալիքում են, Telegram-ում կան նաև կադրեր Դոնբասում, Զապարաժիեում եւ Սումսկի եւ Խարկովի ուղղություններում ռուս օկուպանտների ոչնչացման մասին։ Ովքեր դեռ բաժանորդագրված չեն, բաժանորդագրվեք եւ վայելեք։ Ռուսները կրկին իրենց ստոր ոճի մեջ են, 3 Կիևի արվարձանում հարվածել են շուկային եւ բազմահարկ շենքի։ Խոսքը Վիշգրոդ քաղաքի մասին է, զոհվել է 1 մարդ, շուրջ 2 տասնյակ վիրավորներ կան, այդ թվում երեխաներ։ Պուտինի ռեժիմի ձախողումները նոր հրթիռային ծրագրերում միայն ցույց են տալիս Ռուսաստանի իրական դեմքը, որը թույլ պետության դեմք է, մի երկրի դեմքը, որի տարածքում այսօր ազատ գործում են Ուկրաինայի դրոնները։ 3 բարի դրոնները կատարել են իրենց հերթական կարևոր աշխատանքը։ Նոյեմբերի 30-ի գիշերը Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասում Սլավյանսկի նավթամշակման գործարանը դարձել է հարձակման թիրախ, նաև Ռոստովի մարզում, ինչպես հայտնել է նահանգապետ Յուրի Սլյուսարը, դրոնների հարվածի հետևանքով հրդեհվել է արդյունաբերական ձեռնարկություն Նավաշախտինսկում։ Սա իհարկե ամենը չէ, ավելի շատ խոցումներ եւ հաճելի տեղեկատվություն ու կադրեր կան մեր Telegram-յան ալիքում։ Շատ չերկարացնեմ Կիրակնորիա եթերը, ուրբաթ եւ շաբաթ օրերին շատ ծավալուն եթերներ են եղել, ովքեր չեն դիտել, դիտեք, որ ոչինչ բաց չթողնենք, եւ հիշեցնեմ, որ մեր Telegram-ում օրը 24 ժամ կա տեղեկատվություն Ուկրաինայի եւ Ուկրաինայի շուրջ իրադարձությունների մասին։ Ամենագլխավորը օրվա լուրերից հայտնեցի, Ամերիկայում բանակցությունների մասին Telegram-ում կհայտնեմ եւ հաջորդ թողարկումներում։ Շնորհակալ եմ, որ մեզ հետ եք, խնդրում եմ չմոռանալ լայքել եւ տարածել մեր եթերները։ Կիրակի օրվա երեկոյի համար այսքանը, հույս ունեմ, որ վաղը նորությունները ել ավելի լավը կլինեն։ Ձեզ լավ երեկո եմ մաղթում նոր աշխատանքային շաբաթից առաջ։ Մինչ նոր հանդիպում, բարեկամներ։